Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն եթերում է եւ ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր սպասում են մեր ամենօրյա ուղիղ միացմանը Մոսկվայի հետ, որտեղ մեր զրուցակիցն է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար, համահայկական ճակատ շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Երևի սկսենք անցնող շաբաթվա ամենակարևոր իրադարձությունից Մոսկվայում տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան հանդիպումը։ Ինչպես այն անցավ, ինչ կարող ենք սպասել այդ հանդիպումից։ Պարոն Ղուշյան, առաջինը ասեմ, մենք բոլորս դա դիտում էինք եւ ինչ որ այսպես մի հատ sense փոքր հույս կար, որ մեր երկրի ղեկավարը այսպես ասեմ ճիշտ որոշումներ կայացնի, բայց դուք տեսաք այդ ներվային պահվածքը, ներվային գրառումները, թե ինչ էր գրում մարդ չի հասկանում։ Հետևը այդքան իր հետ բերել էր այդքան անձնակազմ, բոլորը նստած ոչ մի բան չէին նշում, ինքն էր նշում, դե սա ղեկավարման մեթոդի եւ իր ունակությունների մասին է խոսում։ Բացի դրանից ճիշտն ասած, գիտեք, որպես Հայաստանի քաղաքացի պետք է ասեմ, ինչ է լինի Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանը։ Ու գիտեք, մի քիչ այսպես մեղմ ասած դուրեկան չի, որ մենք չունենք ղեկավար, որը կարողանա այսպես ներկայացչական տեսք ունենա, պահվածք ունենա, ծանր բանակցությունների ժամանակ կարողանա լինի սառնասրտորեն հավասարակշռված եւ այսպես հանգիստ եւ կարողանա հիմնավորված պատասխաններ տա։ Իր տրադիցիոն այսպես պատասխանները դեմոկրատիա, որը Հայաստանում չկա, իր տրադիցիոն պատասխանները, որ արդեն բոլորիս էս վերջի մի քանի տարվա մեջ հոգնեցրել են եւ ոչինչ իրենից իր պատասխանները չեն ներկայացնում, որովհետեւ շատ այսպես վատ ընդունելություն է եղել այստեղ։ Երբևիցե ոչ մի Հայաստանի ղեկավարի այս 300 տարվա ընթացքում ինչ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, ոչ մի Հայաստանի ղեկավարի այդպիսի վատ ընդունելություն Մոսկվայում չի եղել։ Եվ գիտեք, դա շատ մտահոգիչ է։ Ես կարծում եմ, որ մենք հիմա պետք է սպասենք ոչ թե քայլեր Հայաստանի կողմից, որը մեր համար բոլորիս համար գաղտնիք էլ չի, թե դա ինչ պետք է գնա, խոսա, եկելա ժողով արե, ասելա գնացի Պուտինին կզցրեցի, հետ եկա։ Դե գիտեք, ասում է ծիծաղում այն, ով ծիծաղում է վերջում եւ ի հաճույք ինքը իրեն։ Տեսնենք ինչով կպրծնի, որտեւ լուրջ զգուշացումները, դուք լսեցիք Օվերչուկի զգուշացումները, լուրջ զգուշացումները խոսում են նրա մասին, որ Մոսկվան երևի թե այտենց հանգիստ հերվից չի նայելու ինչա կատարվում Հայաստանում եւ Հայաստանի շուրջ։ Ես այդպես եզրակացություն եմ անում, դա իմ կարծիքն է։ Պարոն գեներալ, ըստ որոշ տեղեկությունների ներքաղաքական իրավիճակից ելնելով քննարկվել է նաեւ Հարավկովկասյան երկաթուղին Ռուսաստանից Ղազախստանին փոխանցելու հարցը, ըստ ձեզ որքանով է դա իրատեսական եւ ինչ զարգացումներ այստեղ կարող են լինել։ Կորս ձևի ասենք դնեն կառավարությունով որոշում կայացնեն, որ երկաթ գիծը հանձնում են Ղազախստանին, ես ձեզ ասեմ, որ ըստ նույն Օվերչուկի ասացի լինելու է հալյային պատասխան Ռուսաստանի կողմից։ Ինչ կարա լինի։ Ասեց 6 միլիարդի արևտուր են կարել, 5 միլիարդի չելա, ի շնորհիվ նրան, որ ինք սկսել է այնտեղ թուրքերի հետ, մեկ էլ եվրոպացիների հետ կներեք տանգո ապրել։ Ուրեմն այդ 6 միլիարդն էլ են կորցնելու։ Առնվազն շուկան փակվելու է։ Էկոնոմիկային վերաբերող հարցերը մեր համար փակվելու է ամբողջ, ոչ միայն Ռուսաստանում, այդ թվում ամբողջ Եվրազիայի այդ տարածքում։
այդ բոլոր կազմակերպությունների մեջ, որը որ մենք մտնում ենք, որտեղ այսպես ասեմ, հիմնական նախաձեռնող եղել է Ռուսաստանը, մենք բոլոր այդ տեղերից դուրս ենք թռնելու։ Ու մեկ էլ ուզում եմ հիշեցնեմ, որ Ղազախստանը մտնում է թուրքալեզու պետությունների կազմակերպությունների մեջ, որոնք այս վերջերս գիտեք, որ անցած տարի կարծեմ անցկացրեցին թուրքալեզու այդ պետությունների զինված ուժերի համատեղ զորավարժություններ, որը գիտեք մտահոգիչ է։ Ես իհարկե Ղազախստանը համարում եմ Ղազախստանը բարեկամ երկիր, բայց չմոռանանք, որ իրենք ի տարբերություն մեզ հարգում են իրենց պատմությունը, հարգում են իրենց անցյալը, հարգում են իրենց լեզուն եւ այլ եւ այլ եւ այլ եւ այլ։ Ես մեզի նկատի ունեմ մեր երկրի ղեկավարությանը։ Եվ սա շատ մտահոգիչ է, մեծ հետևանքներ է ունենալու, պարոն Ղուշյան։ Պատասխանը լինելու է բավականին կոշտ։ Ես առաջարկում եմ խելքները գլուխները հավաքեն այդ թքող բրիգադը ու ավելի լավ ճամպրուկները հավաքեն զիջեն, թող ուրիշ մարդիկ գան ղեկավարեն այդ երկիրը։ Պիտի ասեմ, պարոն գեներալ, որ Երևանի փողոցներում անցկացված հարցումներին համաձայն մեր հայրենակիցներից շատերը չեն վստահում Փաշինյանի իշխանությանը, հենց իրեն անձամբ վարչապետին, եւ համոզված են, որ նա ի վիճակի չէ երկիրը դուրս բերել այս ցաներ իրավիճակից։ Ինչպես կմեկնաբանեք նման կարծիքները։ Գիտեք, ես կարծում եմ դա մենակ Երևանի փողոցներում չի, մենք ակնհայտ տեսանք Գյումրիում ինչ էր կատարվում, անցած տարի ընտրությունների ժամանակ մենք տեսնում ենք մյուս մարզերում, Սյունիքում բավականին իր ամբավը բավականին վատ է, ես կասեմ, որ միևնույն է ժողովուրդը, գիտեք, իր գնահատականը իր մասով ունի ու ինքը ամեն կերպ կպնում է իշխանությանը, ամեն կերպ, ինքը ճար չունի, ինքը գիտի, որ հենց այդ իշխանության աթոռից դուրս եկավ, ինքը մեծ պատասխաններ ունի տալու թե հայ ժողովրդին, թե հայոց պատմության առջև, որովհետև ես կրկնում եմ, այդպիսի վատ ղեկավար Հայաստանը երբևիցե իր պատմության մեջ չի ունեցել, երբևիցե, և երեք լսելով իր այդ ասելը, որ արցախցիները փախան, այս արին, են արին, ես ուզում եմ հիշեցնեմ մեր երկրի ղեկավարին, որ ինքը հայտարարել էր, որ Արցախը դա Հայաստան է եւ վերջ, եւ բոլոր հրամանները տրվում էր, միշտ էլ տրվել է Հայաստանից, դիմադրել, կրակել, առաջ գնալ, չգիտեմ, պաշտպանվել, բոլոր հրամանները, միջև Հայաստանի զինված ուժերը, նկատում Հայաստանի գլխավոր շտաբը, հրաման չի տվել, երբևիցե Արցախի զինված ուժերը, որը որ մտնում էին Հայաստանի զինված ուժերի եւ կազմի մեջ եւ ամենաուժեղ մասն էր մեր զինված ուժերի, երբևիցե ոչ մի գործողություն ինքնուրույն չի արել, ստեղծված օրվանից ու ինքը ակնհայտ ինքն է մեղավոր, որ 22 թվականին, հիշում եք, Պուտինն էլ ասեց, դու գնացի չստորագրիր, որ դա Ադրբեջանի տարածք է, ի զարմանք բոլորին, այդ թվում Ադրբեջանին եւ Թուրքիային։ Հետո եկավ ասեց, ես միանձնյա որոշում եմ կայացրել։ Ես ճիշտն ասած զարմացած եմ։ Ես առաջարկում եմ մի հատ բժշկական անկախ այսպես հանձնաժողով ստեղծենք, ստուգենք այդ մարդու հոգեբանական վիճակը։ Ես գտնում եմ արդեն դրա անհրաժեշտությունը եկել է, որտեվ ինքը չի հասկանում, որ հիմա թերթի խմբագիր չի, որ ինչ-որ բաներ գրի ու դրա համար պատասխան չտա։ Հասկանում եք։ Ինքը դա չի հասկանում։ Ինքը մինչև հիմա գիտի, թե ինքը խմբագիր է։ Անտաղանդ հեքիաթներ է գրել, հիմա էլ անտաղանդ բաներ է մեզ պատմում։ Հասկանում եք։ Անհրաժեշտ է, ես գտնում եմ անհրաժեշտ է մի հատ իր հոգեկան վիճակը ստուգել։ Ես ճիշտն ասած ուղղակի կորեկտ չի
ինչ որ անձնական բաներ ասեմ, բայց ես այդ մարդու հետ աշխատել եմ։ Ու ես ասեմ, ինքը շատ մեծ խնդիր ունի այսպես իր այդ հոգեկան վիճակի հետ։ Շատ մեծ խնդիր ունի։ Պարոն գեներալ, Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը փորձում է համագործակցել թե Եվրոմիության եւ թե Եվրասիական միության հետ, բայց որքանով է հնարավոր միանգամից երկու աթոռներին նստելը, ինչ եք կարծում, սա ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Գիտեք, որ գնում ես որսը երկու նապաստակների հետևից որ ընկնում ես, երկու նապաստակներն էլ փախնում են քեզանից։ Ճիշտ է, կասկածում եմ, որ ինքը երբևիցե ունակ է որսորդ լինել կամ չգիտեմ, ինքը ավելի շատ նապաստակ է, որին կարող է, այսպես ասեմ, խոցեն հարկ եղած դեպքում։ Պարզ իրեն ասվեց, որ պետք է ընտրես։ Պարզ ասվել է։ Ինքը պատասխանեց, որ երբ որ գա ժամանակը եւ կանգնենք դրա առաջ, մենք այն ժամանակ որոշում կկայացնենք, իրեն բացատրեցին, որ չէ, եղբայր, դու չես որոշում, դու հիմա ես որոշում կայացնելու։ Այստեղից դուրս եկար, Կրեմլից դուրս եկար, հասար Երևան, մենք լսում ենք քո որոշումը։ Դիվանագիտական լեզվով իրեն դա են ասել։ Ու կարծում եմ, որ հետևանքները մենք կտեսնենք։ Ու ասեմ, որ այդ իրավիճակում մենք շատ մեծ վտանգ ունենք, որ կորցնենք մեր ներկայությունը Եվրազեսում, կորցնենք եւ չմտնենք Եվրոմիություն։ Եվ փաստացի մնանք այն հայտնի պատմության մեջ ծակ այսպես կասեի իր դեպքում կասեի ծակ տազիկի մոտ։ Գիտեք, ես պիտի ասեմ, որ վերջին շրջանում շատ է խոսվում հիբրիդային պատերազմի մասին։ Կարող եք պարզաբանել, թե սա այնուամենայնիվ ինչ է իրենից ներկայացնում, փորձեք փակագծերը բացել եւ ինչ ազդեցություն այն կարող է ունենալ մեր տարածաշրջանում։ Պաղուշյան, ես ճիշտ ասած հիմա չեմ պատրաստվում այսպես լեկցիա կարդամ, թե ինչ է նշանակում հիբրիդային պատերազմը։ Քանի որ ինքն է տվել այդ գնահատականը, ես կարծում եմ այդ հարցը պետք է իրան ուղղել, ինչ է ինքը դրա տակ հասկանում։ Ինքը ոչ մի պատերազմի տեսակներից ոչ մի բան չի հասկանում։ Մենք դա փաստացի տեսանք 20 թվականին, 23 թվականին, մենք տեսնում ենք, որ ստրատեգիական իր դիրքորոշումները խոսում են նրա մասին, որ ոչ մի բան չի պատկերացնում, թող ինքը բացատրի։ Ինքը հայտարարում է գիբրիդային, որ իր Հայաստանի դեմ գիբրիդային պատերազմ են տանում, թող ինքը բացատրի ինչի նկատի ունի, ես ճիշտ ասած չգիտեմ։ Եթե Հայաստանի քաղաքացին դժգոհ է, ինչ կապ ունի աշխարհի որ ծերից է խոսում։ Ու ես ուզում եմ այդ մարդուն, որին պետքա հոգեկան բժշկական կոմիսիա անցնի, հիշեցնեմ, որ կոնկրետ ես Հայաստանից դուրս գալուց Իրանից թույլտվություն եմ խնդրել։ Եվ իր թույլատրությամբ եմ մեկնել Հայաստանից։ Իսկ ինչ վերաբերվում է այդ որ այնտեղ խոսում է ինչ որ գեներալների մասին, ինքը մի բանում է այստեղ ճիշտ, պարոն Ղուշյան, որ մենք գեներալներս մեղավոր ենք, որ ժամանակին իր ականջները չեն կտրել։ Հաշվի առնելով, որ հայ ժողովուրդը հայ քաղաքացի է, սենց ասեմ, իրավունք ունի խոսի եւ այլ։ Այ երևի թե դա մեծ հարց է։ Ճիշտն ասած, ես մի բանում եմ փոշմանե։ Մի բանում ու շատերը ինձ գրում են, ես դրա հետ համաձայն եմ, երբ որ ես պաշտպանության նախարար էի, երբ որ ինքը պետք է գար պաշտպանության նախարարություն հայտարարեր, որ ինձ պաշտոնից ազատվում է, ես չեմ ուզում հիմա մարդկանց հանդեպ ինչ-որ մեղանդրանք լինի, բայց ինձ բավականին շատ նույն սպաներ եւ գեներալներ առաջարկեցին ինքը գա պաշտպանության նախարարություն մենք իրեն կալանավորենք։ Ես այդ քայլին չգնացի նորից հաշվի առնելով, որ 21 թվականին ընտրությունների ժամանակ մեր ժողովուրդը ձայների մեծամասնությունով Իրանա տվե
ու չգտա, որ ես իրավունք ունեմ հելնեմ ժողովրդի դեմ եւ ի անձնական շահերից ելնելով կատարեմ այդ քայլը եւ ես չհամաձայնվեցի դրա հետ։ Բայց եթե ես իմանայի, որ 2 տարի հետո կամ 1 տարի հետո ինքը հանձնելու է Արցախը, ինքը հանձնելու է ջերմուկի դիրքերը, ինքը փչացնելու է հարաբերությունները Մոսկվայի հետ, ինքը զրկվելու է փաստացի հապկի պաշտպանությունից եւ հայ ժողովրդին հանելու է այդ հապկի փաստացի հանելա այդ հապկի կազմակերպությունից նո ոչ թե փաստացի այ դե ֆակտո ես երևի թե իրենք կալանավոր էին ժամանակ ուղղակի այն ժամանակ ես չէի պլանավորում որ կզբաղվեմ քաղաքականությամբ եւ դուք դա գիտեք իսկ վերադառնալով իր դեմոկրատական այդ որ այստեղ ասելա Հայաստանը ծիծաղելով ասում է Հայաստանը ինքն էլ է ծիծաղում դեմոկրատական երկիր է հասկանում եք ու ասում եմ մենք քաղաքական բանտարկյալներ չունենք դե մենք ճիշտ ասած քրեական մեր օրես գրքի մեջ չունենք էլ հոդված որը որ մարդը ինչ որ քաղաքական տեսակետներից կարող է կալանավորվի բոլոր մեր հոդվածները քրեական են ինչ անում գնում է նկարում է երկու հոգու բերում է ասենք անբարո երկու գեներալ օրինակ եկեին վրա ցուցմունք են տվել որ իրանց քամակները փրկեն հասկանում եք ասում ինքը դրանով ճիշտ է կան վախկոտներ գեներալների մեջ որոշ սպաների մեջ ցավոք սրտի կան բայց դրանք փոքրամասնություն են ու ինքը դրանից օգտվում է ինքը դրանից օգտվում գիտեք ինչքան մարդը ինձ զանգ է ասելա պարոն Կարապետյան մենք ձեր հետ ենք երբ որ ես ասում եմ եկեք մտեք մեր կուսակցության հետ իրենք ասել են դե գիտեք ասենք կինս է աշխատում էս ինչ տեղը որ կամ մտնեմ ձեր կազմը կնոջս գործից կհանեն կամ իմ վրա քրեական գործ կհարուցեն այս կանեն այն կանեն այդ վախի մտնոլորտի մեջ ինքը դեմոկրատիայից է խոսում մարդու կներեք զզվանք է գալի ու ժողովրդի իրանից իրականում մեծամասնությունը զզվում է Ստեղ կան չէ լիքը հայ կա, մոտ 1 միլիոն հայ է ապրում։ 1 միլիոն հայ է ապրում։ 99%-ը իր հասցեին թքում են։ Ես Ֆրանսիայի հետ էլ կապ ունեմ։ Այնտեղ էլ համայնքը մեծ է, գիտեք։ Չկա Ֆրանսիայում մի հայ, որը իր կողքին լինի, որը իրանից ինչ-որ բան ներկայացնում։ Չկա Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այդ մարդը կներեք նորից եմ ասում հայ չի ինքը այսպես ասամ մեծ այսպես ավանտյուրիստ է ու ինքը ոչ մեկին չի կարա իր ոչ իր կողքը ոչ թուրքերին ոչ ադրբեջանցիներին ոչ մեկի դեմ չի կարա խոսա ու ես հարց ունեմ Ալիևի հետ հանդիպման ժամանակ երբ որ քննարկվել է երբ են բաց թողելու մեր գերիներին Բաքվում հարց եմ տալի ինքը խնդրել է Ալիևին որ այդ մեր գերիներին կոնկրետ Ռուբեն Վարդանյանին բաց թողեն ընտրություններից հետո թող պատասխանի այդ հարցին թող պատասխանի Բայց ըստ իմ տեղեկությունների կան ձայնագրություններ այդ խոսակցությունների։ Հա? Կան ձայնագրություններ։ Ինքը թող այդ հարցին պատասխանի։ Խնդրելա թե չէ։ Որտեվ ըստ իմ տեղեկությունների Ալիևը դատելուց հետո պատրաստվում էր ամնիստիա հայտարարել մեր Բաքվում պահվող գերիներին այցում Ռուբեն Վարդանյանին։ Թող պատասխանի այդ հարցին, խնդրելա թե չէ։ Ես իհարկե հասկանում եմ ձեր հարցադրումը, իհարկե, բայց պիտի ասեմ, որ հանրության մի զգալի հատված վաղուց օգնել է այս ստեղծված իրավիճակից եւ մարդիկ փաստորեն չեն էլ հավատում այս իշխանություններին։ Փաստորեն ատելության այն մթնոլորտը, որը տիրում է մեզանում, իսկապես հոգնեցրել է բոլորից։ Ինչ է կարծում, այս իրավիճակը կարող է բերել փափուկ իշխանափոխության։ Փափուկ իշխանափոխության կարա բերի միայն այն ժամանակ, երբ որ երկրի ղեկավարը իր ժողովրդի դեմ չի։ Այսինքն հասկանում է, որ ժողովուրդը իր դեմ է,
ու ինչ որ ստեղծված իրավիճակում ինքը հրաժարական է տալի։ Այս մարդի դեպքում 2 միլիոնն էլ 2.5 միլիոն քվեարկող ունենք, չէ՞։ Ըստ իր մոտավորապես։ Այդ 2.5 միլիոնը գնան հրապարակում չոքեն, ասեն այդ տղա գնա, ինքը չի գնալու, պարոն Ղուշյան։ Որտեւ ինքը ճար չունի, ինքը պատին դեմ տված է։ Պատին դեմ տված է ինքը։ Ինքը գիտի, որ օր այդ աթոռից դուրս եկա։ Ինքը կյանք չի ունենալու Հայաստանում, ոչ թե ֆիզիկապես ի նկատի ունեմ, այ ի նկատի ունեմ ոչ քաղաքական կյանք, ոչ անձնական ազատություն, ինքը չի ունենալու։ Հասկանում եք։ Ինքը դա հասկանում է։ Գնում է անցյալից մարդկանց բաներ է փոխում, ձայնագրություններ է դնում, զբաղված է մեր ԱԱԾ-ն զբաղված է բանով, սեփական քաղաքացիներին գաղտնալսումով անհիմն, քննչական ծառայության պետը զբաղված է գործ սարքելով, Մոսկվա գալուց առաջ կանչել է իր մոտ, նորից ցուցում է տվել, որի մեջ այդ թվում ինձ է վերաբերվե։ Հասկանում եք։ Ճիշտ ասած ես զարմացած եմ այդ ԱԱԾ-ի տնօրենի եւ քննչականի պետի։ Քանի քննչականի պետա փոխվե, քանի ԱԱԾ-ի տնօրենա փոխվե։ Ինչա պաշտպանված են այդ մարդիկ։ Ինչա արյուծի միս եք գերե դուք, տղեկ։ Էսի Թուրքիա փախնելու գնա ապաստան ստանա կամ Բաքու։ Դուք ինչ եք անելու։ Մեր մեջ եք չէ ապրելու։ Չեք մտածում որ փողոցով քայլելուց կարող ամեն օր չափալախուտ եք։ Առնվազը։ Գործ սարքելու համար։ Այն քննիչը, որ իմ վրա գործ է սարքեն, հիշում եք, այն որ ես ինչ որ բաներ ա գրե, դիմում ա գրե դուս եկե մի փաստաբան ա դառե։ Հույս ունի, որ այդ ձևով է պաշտպանվելու, չէ, մենք գալու ենք ու դատելու ենք այդ մարդկանց։ Իրենք պատասխան են տալու։ Այդ դատախազը, գերագույն դատախազա կոչվում, ինչա կոչվում։ Ինքը նստելու է այն կամերաներում, որտեղ որ մարդկանց անմեղ տարե նստեցրել է։ Ասում մենք ասում չունենք բան բանտարկյալներ, քաղաքական բանտարկյալներ եւ այլ։ Բայց Սամվել Կարապետյանի խես նստացրել է, այդ տղա։ Ինչ է արել է։ Լավ, փողի ինչ որ բանա, ինչա նստած։ Աշխարհում մարդասպանության համար տնային կալանք են տալի։ Դու մարդկանց ինչ ես նստացնում։ Կամ այդ սրբազանները ինչ որ միտեղ խոսացել են, ասել են, էս անենք, այն անենք։ Ու ես վստահ եմ ոչ մի խոսք չգնաց ինչ որ զինված կամ ինչ որ չգիտեմ ինչ միջոցառումների մասին, որտեղ դրանք ունակ չեն։ Ունակ կլներ այդ սրբազանը բանաներ, այսպես ասեմ, զավտեր իշխանությունը, հենա շանս ուներ էլի, հիշում եք։ Այդքան մարդ էր դուս եկե փողոցում։ Մի հատ կներեք, մի հատ շվսներ ինքը չէր լինելու, բայց նա չարեց դա, այդ մարդը, որտեղ այդ սրբազանը ուրիշ հոգեբանության տեր մարդ է։ Հասկանում եք։ Բանսարկությունով է զբաղված։ Մտավ եկեղեցին այնքան sense դրնգացրեց, մինչև կներեք ամերիկացիները չասին, արա եկեղեցուց այնքոմ թող, այնքոմ քաշվի։ Ով է ղեկավարում մեր երկիր, ասում եմ մենք սուվերեն երկիր ենք։ Կներես կասե ինչ երկիր ես դու սարքե քո սուվերենիտետով։ Պարոն գեներալ, անդրադառնանք նորից մեր տարածաշրջանին, այստեղ տիրող իրավիճակին, անգամ Տրամպը արդեն հասկացավ, որ այս պատերազմով ինքը ոչինչ չի շահելու եւ սկսել է ավելի հաճախակի խոսել պատերազմը ավարտելու մասին, ինչով եք սա բացատրում։ Մենք բոլորս լսում ենք Ամերիկայի նախագահին, ինքը հայտարարում է, որ վաղ թե ուշ ու ինքը դա հասկանում է, ինքը դուրս է գալու այդ պատերազմից։ Բայց դա չի նշանակում, որ դուրս է գալու, ասենք, միայն Իրանի, ասենք, կամ դադարեցնելու է Իրանի ռմբակոծությունները, կամ դուրս է գալու
ինչ որ մի կետից խոսքը գնում է նրա մասին, որ ինքը դուրս է գալու այդ դեպքում ամբողջ մեր տարածաշրջանից ու թող դրան մեր իշխանությունը պատրաստվի ինչա խոսելու ինչա բացատրելու ամերիկյան այդ ծրագրերի մասով Իրանի ղեկավարությանը ու Իրանի ղեկավարությունը շատ ավելի այս անգամ կոշտ է լինելու չի սահմանափակվելու հայտարարություններով եւ այդ տրիպի ճանապարհի մասին եւ այդ Սյունիքում այդ կորիդորի մասին կամ ոնց ասում Ալիևը Զանգեզուրի կորիդորի մասին այն ժամանակ միայն հայտարարություններ չի լինելու ասելու է չեք կարում Սյունիքը պահեք մտնելու է վերցնի ասի ես եմ պահում ինչ ենք անելու ուզում եմ ասեմ որ նորից եմ ասում թող գնա հոգեբուժարան միած ստուգվի ես եմ որ կողքն է մի քիչ ասում եմ դե հիմա հասարակ մարդ հա փողոցից բռնե եկելա դարելա երկրի ղեկավար երևի դրա համար է մի քիչ բան բայց իրականությունը խոսում է նրա մասին որ այդ մարդը խնդիրներ ունի Դե եւ վերջին հարցը ուզում եմ անպայման դրանն էլ անդրադառնանք օրերս երկօրյակ եղբայրների Փաշինյանի ու նրա կողմնակիցների միջև տեղի ունեցած տխուր միջադեպի մասին փաստորեն առաջին անգամ Հայաստանում կալանավորվել է դպրոցական սա իհարկե շատ տխուր փաստ է դուք ինչ կասեք այդ մասին Դե մարդը իր շողքից վախենում է ինքը իր շողքից վախենում է տեսեք ասենք եկեղեցում այդ պատարակը արդեն սկսվել էր մարդիկ հավաքված էին եկել էին պատարակի ինքը ուշացած գալիս է իր թիկնազորը դիմացը լեդակոլի նման sense բրթելով ժողովրդին բացելով ինքը ուզում է գնա կանգնի են առաջի տեղը լսի Աստվածի արչև հաստատ բոլորը հավասար են եկել ես եկեղեցի ուշացած բարի եղի ուրեմն սպասի այնտեղ որ մյուսներին չխանգարես մարդիկ կանգնած աղոթում են պատարակ են լսում այդ ժամանակ ես կասեի որ մեր երկրի ղեկավարը հասկանում է որ ժողովուրդ ավելի կարևոր է քան ինքը իսկ ինքը ինչ անում ինքը գալիս է բրթելով գնում է ու ըստ իմ տեղեկությունների բրթելը այդվում այդ երիտասարդներից այդ երիտասարդների մորը ու երիտասարդը ընդամենը պաշտպանել է իր մորը եւ հիմա մեղադրել դրա մեջ եւ իր դեմոկրատիան ում համար է թող բացատրի ես որ պաշտպանության նախարար էի ինքը զանգում էր ինձ մի անգամ խոսակցության ժամանակ ասեց Պարոն Կարապետյան, մեր երկրին դիկտատուրա է պետք։ Ես էլ պատասխանեցի, ասի, պարոն Փաշինյան, իսկ այդ դիկտատորը ով է առնելու։ Այնտեղից այսպես պատասխան չհնչեց, լռություն էր ու հեռախոսը դրեց։ Հասկանում եք։ Այ ինչի մասին է խոսքը։ Ինքը որ եկել է իշխանության դեմոկրատական այսպես լոզունգներով, բայց ինքը ամենամեղմ ասած ոչ դեմոկրատ հոգեբանություն ունեցող մարդ է։ Դրա համար մենք, պարոն Ղուշյան, մտնում ենք ընտրությունների մեջ ու ես կոչ եմ անում մեր ժողովրդին քվեարկեք համահայկական ճակատ կուսակցության օգտին ով որ ուզում է գնա եւ համբյուրի թուրքերի քամակը թող գնա քվեարկի Նիկոլ Փաշինյանի համար ով որ ուզում է փող աշխատի ասենք մենք իրան փող տանք որ ինքը գնա մեր օգտին քվեարկի դրանք էլ մեզ պետք չեն դրանք էլ կորած հայեր են դրանք կորած հայեր մեզ պետք են ազնիվ մարդիկ տեսնենք ինչքան մարդ կլինի քվեարկություն ցույց կտա որոնք ազնիվ են Միևնույն ժամանակ ես ասում եմ, մենք լինելու ենք ամեն ինչի ընդունակ ենք մենակ ի նկատի ունեմ օրենքի սահմանում, միայն ու միայն
այս իշխանությունը չլինի։ Հարկ եղած դեպքում, եթե պետք եղավ մենք աջակցենք կամ միանանք կամ չգիտեմ ինչ, մենք ամեն ինչին բացենք։ Ընդդիմությանը ես գտնում եմ, որ դա միակ ելքն է։ Իսկ եթե ինքը բոլորս հասկանում ենք, որ ինքը նկարելու է, որ ինքը հաղթել է, ես կոչ եմ անում ամբողջ ընդդիմությանը այդ դեպքում ուրեմն ըմբոստանալ այդ ամեն ինչին։ Եվ այդ պահին, գոնե այդ պահին բոլորս միանանք, որ մենք կարողանանք մեր բողոքի ցույց տանք եւ ինքը նորից եմ ասում, ինքը ընտրություններով չի գնալու։ Ինքը ոնց եկել է, այդպես էլ իրան պետքա դուրս շպրտել։ Նույն այդ բոթասները պետքա ճարել ու այդ ուսապարկերը ու այդ նույն բոթասները հագցնել ոտերին ու ասել դե հիմի գնա։ Ու ճիշտ ասած ես զարմացած եմ իր թիմակիցներին, որ մարդը կանգնում ասում է դուք ինձ համար ուսապարկ եք, պետք կլինի կօգտագործեմ, պետք կլինի շպրտեմ, ու այդ կատեգորիան նստած ոչ մեկ պատասխան չի տալի։ Ինչ թիմային կառավարման մասին է խոսքը։ Ես գտնում եմ, որ դրանք բոլորը շեստյորկեք են։ Ոնց որ այդ քննիչները, որոնք նկարում են, ասում են, փառք ասում մեծամասնությունը կարգին տղեկ են, եւ դատախազների մեջ, եւ քննիչների մեջ, եւ ԱԱԾ-ի ծառայողների մեջ, բայց ես բոլորին ուզում եմ ասեմ հետեւյալը։ Իմ պապերը միշտ բարձր պաշտոններ են զբաղացրել։ Իմ ցեղից։ Ու իմ պապը միշտ մի հատ բան էր ասում։ Ասում էր պաշտոնը ուրիշի էշա, այսօր դու ես քշում, վաղը ուրիշն է քշում, բայց այդ էշը մի հատկություն ունի, որ ասես չեմ գնում, չի գնալու։ Շնորհակալություն, ստեցություն, պարոն գեներալ, ես հիշեցնեմ, որ մենք այսօր հերթական անգամ ուղիղ կապ էինք հաստատել համահայկական ճակատշարժման առաջնորդ գեներալ-մայոր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հետ։ Այսօր այսքանը, ցտեսություն։